Ձեզ համար կարող է մինչև այս մակրոտնտեսական տարբեր լուծումների առաջարկում, այս մեկը բավականին մարդակենտրոն է։ Մենք գրել ենք 20% էժան դեղորայք, բայց դա գրել ենք նրա համար, որ գերակատարենք այդ ծրագիրը։ Ինչու՞։ Ուսումնասիրել ենք, գիտեք, Վրաստանի Հանրապետության փորձը։ Վրաստանում դեղերը, այն դեղերը, որը 5000 գրամից բարձր են, անգամներով կարելի ասել ավելի էժան են, քան Հայաստանում։ Էժան են Հայաստանից։ Ուսումնասիրել ենք փորձը, թե ինչու է Վրաստանում դեղագործական արտադրությունը էժան։ Չէ՞ որ հեռավորությունը մի քանի կիլոմետր է։ Պատասխան. պետությունը վարում է մի քաղաքականություն, որը կոչվում է ERP, այսինքն պետությունը գնում է եվրոպական այն երկրները, որտեղից որ գնում է դեղ վրացական գործարարը, բիզնեսը, եւ հաշվում է, թե այդ դեղի գնման պարագայում մինչև Վրաստան հասցնել, մինչև շահույթ ունենա, ինչ վերին գին պետք է ունենա այդ դեղը։ Եվ դնում է վերին գին դեղի վրա։ Այս քայլի արդյունքում 3 ուրիշ քայլեր են արել, բայց այս քայլի արդյունքում կարողացել են ապահովել դեղերի գնի շեշտակի անկում։ Մեր համար, մեր տարիքայինների համար, մի անգամ ասել եմ, հնարավոր է սա կարևոր չէ, բայց կենսաթոշակային տարիքի մարդկանց համար, այսօր ես էլի խոսում էի, դուք ասեցիք, որ ձեր թոշակի կեսը ինչքան է մոտ։ 40,000 թոշակի պարագայում 20,000 վճարվում է դեղերի համար։ Դեղերի գնի շեշտակի անկումը օգնելու է կենսաթոշակային տարիքի մեր տատիկ պապիկներին, որպեսզի հնարավորություն ունենան իրենք ավելի մեծ գնողունակություն ունենան։ Այստեղ առաջանում է մի հարց, մենք ունենք պարտադիր ապահովագրության համակարգ, որը շատ լավ է, որը ինչ որ առումով փակում է դեղերի գները, որոշ դեղերի գները, բայց քանի որ ամբողջությամբ չի փակում, մենք ունենալ ենք այս խնդիրը միշտ, եւ մենք պետք է ուղղակի շուկային լուծենք այս հարցը ERP համակարգի միջոցով, որը լուծել է Վրաստանի Հանրապետությունը։ Դեղերի գները ավելի էժան, 20%-ը պետք է զապասել ենք ասել։